Բարևձեզ, Արևմտյան Հայաստանի հեռուստաընկերության հերթական լուրերն են։ Լույս տեսել է Western Armenian շաբաթաթերթի 68-րդ թիվը։ Արևմտյան Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի 13-րդ հերթական նիստը Արցախի բնիկության եւ հայկական մշակութային ժառանգության պահպանման խնդիրներու շուրջ։ Արման Թաթոյանը արցախցիներու վերադարձը Արցախ ոչ միայն հավանական կհամարե, այլ վստահ է, որ անիկա պիտի ըլլա հետևողական ու ամեն օրվա աշխատանքի արդյունքով։ Թուրքերը Էրդողանի դեմ ցույցի ելած են, բարձրացնելով հայերու դեմ իրականացված ցեղասպանության գազագերբիչներու պատկերները։ Ադրբեջանի անհիմն մեղադրանքները ռազմական գործողություններու ուժեղացման նախանշան։ Արևմտյան Հայաստանի Ադիաման նահանգին մեջ հայտնաբերվել է ոչնչացման եզրին գտնվող մողես։ Վանա լիճի ափերը փոխել են քույնը։ Լույս տեսել է Western Armenia շաբաթաթերթի 68-րդ թիվը։ Շաբիգին պատկերված է Միսակ Մեծարենցը ջանցված հայ բանաստեղծ, ով ծնած է գրավված Արևմտյան Հայաստանի մեջ։ Միսակ Մեծարենցը կհամարվի արևմտահայ բանաստեղծության նրբագույն ներկայացուցիչներեն մեկը։ Անոր ստեղծագործությունները լեցուն են բնության հանդեպ սիրով, հույզերով եւ գեղարվեստական խորությամբ։ Հագարակ կարճատև կյանքին ան ցկած է մեծ քրական ժառանգություն, արտահայտելով հայ ժողովրդի ցավն ու ոգին։ Western Armenia շաբաթաթերթը շարունակապար կանդրադառնա Արևմտյան Հայաստանի պատմության ու մշակույթին, կարևորելով հայ ժողովրդի իրավունքի վերականգնումը սեփական հայրենիքի մեջ։ Մարտ 26-ին կայացավ Արևմտյան Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի 13-րդ հերթական նիստը։ Օրագարկը ներկայացուց Արևմտյան Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Նելի Հարությունյանը։ Նիստի կարևորագույն նյութերեն մեկը երկրի երկու առանցքային անձանց Արևմտյան Հայաստանի ազգային խորհրդի նախագահ Արմենակ Աբրահամյանի եւ նախագահ Տիգին Լիդիա Մարգոսյանի առցանց հանդիպումներ ազգային ժողովի պատգամավորներուն հետ։ Անոնք ներկայացուցին իրենց դիրքորոշումները եւ պատասխանեցին պատգամավորներուն հարցերուն։ Օրագարկին անցնել են առաջ Արմենակ Աբրահամյանը անդրադարձավ Արցախի եւ արցախահայության արգա խնդիրներուն, ինչպես նաև աշխարհաքաղաքական զարգացումներուն, որոնք կապ ունին Արցախի հետ։ Ան խոսեցավ նաև Արևմտյան Հայաստանի բնիկ հայկական նոր տարվա Քարնան գիշերահավասարի դոնի մասին, որը կնշվի մարտ 21-ին։ Արմենակ Աբրահամյանը շեշտեց բնության հետ ներդաշնակության կարևորությունը եւ արմատներուն վերադառնալու անհրաժեշտությունը։ Մարտ 21-ին Արևմտյան Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը այցելեց Քարնիի տաճար, մասնակցելու հայկյան արիական դոնացույցով անցնող նոր տարվա դիսակարգին, որը կղեկավարեին քուրմերը։ Այնուհետև Արևմտյան Հայաստանի Հանրապետության Երևանի մշտական առաքելության դահլիճը տեղի ունեցավ Անահիտ Տիցուհուն նվիրված միջոցառում։ Նիստի ընթացքին Արմենակ Աբրահամյանը ներկայացուց նաև Արևելյան Հայաստանի իր այցի շրջանագին մեջ տեղի ունեցած միջոցառումները, նշելով, որ անոնց մասնակցել են Արևմտյան Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաները եւ պատվիրակության անդամները։ Հաջորդիվ նիստին միացավ նախագահ Տիգին Լիդիա Մարգոսյանը, ով ողջունեց պատգամավորներուն եւ գրգին խոսեցավ բնիկության ու Արցախի հարցերուն մասին։ Ան ընդգծեց պատվիրակության կարևոր թերը մագի բնիկության եւ բնական միջոցներու հարցերով հանձնաժողովին մեջ։ Օրագարկի երկրորդ կետով քննարկվեցան Արևելյան Հայաստանեն դուրս գտնվող հայկական մշակութային վայրերու պահպանման հիմնախնդիրները, որոնց վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կդեղադրվի պաշտոնական գայքին մեջ։ Նիստի ավարտին քննարկվեցան նաև շարք ընթացիկ հարցեր։ Ազգային ժողովի նիստը ամփոփեց Տիգին Լիդիա Մարգոսյանը։ Հայացքն Արցախին հաղորդման հյուրը Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքներու նախկին պաշտպան Արման Թաթոյանն է։ Առաջին անգամ Արցախ եկած է ուսանողական տարիներուն, իսկ 2016 թվականին սկսած հաջող անգլար Արցախի մեջ։ Արման Թաթոյանն իր գործընկերներուն հետ բազմիցս անդրադարձել է Արցախի մեջ տիրող իրավիճակին։ Իրավապաշտպան Թաթոյանը արցախցիներու վերադարձն Արցախ ոչ միայն հավանական կհամարե, այլ վստահ է, որ անիկա պիտի ըլլա հետևողական ու ամեն օրվա աշխատանքի արդյունքով։ Թուրքերը Էսկիշեհիր քաղաքը ցույցի դուրս ելած են Էրդողանի դեմ երիտրկական երիագի պատկերներով Ջեմալ Թալիատ Էնվեր։ Այս մասին գկրե թրքակետ Մհեր Աբրահամյանը։ Սա է այն ապացույցը, որ բոլոր բարականերուն ու իշխանություններով Թուրքիան չի փոխեր իր դիրքորոշումը հայերու նկատմամբ։ Երիտ թուրքերը, քեմալականները, էրդողանականները եկել են իշխանության հայերուն խոստանալով խաղաղություն, բայց իրագործել են ցեղասպանություն Արևմտյան Հայաստանի մեջ, Արևելյան Հայաստանի մեջ, Արցախի մեջ, գրել է ան։
Մարտ 26-ին Հայաստանի Հանրապետության արտգործնախարարի դեղագար Ռոբերտ Ապիսողոմյանը խոսեր է Ադրբեջանի աբադեղեկատվական կառույցության մասին կապված հրաթաթարի ենթադրյալ խախտումներու հետ։ Ան նշեր է, որ Ադրբեջանի բռնակրավման դակ է ավելի քան 200 քառակուսի կիլոմետր Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքեն։ Սակայն Հայաստանը չի ցկտիր հարցը լուծել ռազմական ճանապարհով, հավատարի մնալով խաղաղության օրագարկին։ Սահմանազատման ընթացիկ գործընթացն ու խաղաղության համաձայնագիրը կներառեն բոլոր անհրաժեշտ մեխանիզմները խնդրի իրավական կարգավորման համար։ Փոխնախարարը շեշտեր է, որ Ադրբեջանը կրկնվող մեղադրանքներով կփորձե արտարացնել հետագա լարվածությունը տարածաշրջանի մեջ։ Ան գոչրած է միջազգային հանրությանը սկոնը լալ կանխելու հնարավոր ռազմական գործողությունների ուժեղացումը։ Հայաստանի թեմ աջող սպառնալիքներն ու սատրի չրեդորապանությունը կհիշեցնեն նախորդ ռազմական գործողությունները։ Ապիսողոմյանը ընդգծեր է, որ խաղաղությունը ապահովելու համար անհրաժեշտ է զսպվածություն, կառուցողական երկխոսություն եւ անկեղծ համագործակցություն։ Արևմտյան Հայաստանի Ադիյաման նահանգին մեջ հայտնաբերվել է հազվադեպ հանդիպող եւ ոչնչացման վտանգի տակ գտնվող տեղին գետավոր մողես։ Թուրքական իշխանությունները կշարունակեն անդեսել իրենց կողմէ բռնակրաված Արևմտյան Հայաստանի բնաշխարհի պահպանությունը, խախտելով տարածաշրջանի միջավայրի հավասարակշռությունը։ Արևմտյան Հայաստանի բռնակրաված Բաղեշի աղլատ գավառի մեջ ցյուներու հալման եւ դեղումներու հետևանքով քեդի ջուրի մագարտակի բարձրացումը անսպասելի փոփոխություն առաջացուցած է Վանա լիճի ափերուն։ Անոր հետևանքով այն հատվածներուն մեջ, ուր քեդն առնչված է լիճին, ջուրի գույնը փոխվեր է, ինչը արձանագրված է օդային նկարահանումներով։ Դեղի բնակիչը նշեր է, որ Վանա լիճի ջուրի գույնը ակնհայտորեն փոխվեր է եւ ստացել է սրճագույն երանգ։ Սիրելի հայրենագիտներ, այսօրվան համար այսքան էինք նախատեսած։ Շնորհակալություն ձեր ուշադրության համար։ Լավ մնացեք։